Արմենիայում ինքը հայտարարեց, որ ամեն գիրակի գնալու է պատարակների, որոնք իրենց կողմից իրականում ծիսակարգեր են դրանք, ավելին այդ նույն ժամանակ բեմում կանգնած ինքը գոռում էր, ուրեմն իրենք աղանդավորներով այդ ամեն ինչը գնում են հայ արգելական եկեղեցու դեմ արշավի, ինքը գոռում է այն մասին, որ պնդում է, որ եկեղեցու բերնախավը աղանդավորական գործունեություն են ծավալում։ Ինչ ունենք ասել այս մարդուն։ Ոչ մի բան ասելիք չունեմ։ Այլևս եւ արդեն չեմ ճանաչում։ Նման մարդ չեմ ճանաչում։ Ճանաչել եմ, այլևս չեմ ճանաչում։ Տարեվերջին ասուլիսին Ալիևը խոսեց այն մասին, որ Զանգեզուրի միջանցքը իրողություն է կա, գոյություն ունի, ոնց ուզում եք դա անվանեք, ոնց ուզում եք դա կոչեք, բայց մենք տեսնում ենք սրան զուգահեռ Հայաստանի իշխանությունները միայն խոսում են խաղաղության մասին, փորձում են հերքել այդ միջանցքի հետ կապված իրողությունը եւ եւս մեկ շեշտադրում Ալիևից չկա այլևս միջազգային իրավունք, կա ուժի իրավունք։ Խնդրեմ, այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Այո։ Մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր պետությունը պիտի մեր իրավունքը վերականգնի եւ դեմ դա նման արտահայտություններին։ Թեև դրանք արդացոլում են միջազգային հարաբերությունների եւ այսպես նոր աշխարհագարքի ստեղծման ուղղված վերջի զարգացումները, դա լինի Ռուսաստան, Ուկրաինա, Ամերիկա, Վենեսուելա եւ այլն, ինքը փորձում է գերռեալ պոլիտիկի հիմքերով առաջնորդվել, որ հոգու իր ցեղասպան քաղաքականությանն է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը, ինչպես եղել է վերջի մի քանի տարվա ընթացքում, պետք է մեղսագից լինի իր հորինված պահանջների, մեղսագից լինի Արցախի ցեղասպանության, որին մեղսագից է այսօրվա իշխանավորը եւ իշխանությունները, պետք չէ մեղսագից լինենք քաղբանդարգյալների բահման շարունակության, դա լինի Երևանում, թե Բաքվում, եւ ինքը բայց ճիշտ է ասում այն առումով, որ ինչ էլ անվանես այդ ծրագիրը, բարոն Թրամփի անունը ունենա, թե մեկ ուրիշի անունը, մի շանս լինի, թե մեկ ուրիշ ըստ էության, քանի թե ուրիշ մանրամասներ չեն ներկայացվել, դա իսկապես միագոմանի զիջում է մեր ինքնիշխանության։ Այստեղ եթե եւ երբ տեսնենք գադարյալ փոխադարձություն պայմանների, նախապայմանների մեջ, եթե խոսում ենք ոչ միայն Սյունիքի մասին, այլ Ադրբեջանի Նախիջևանի վրայով հայկական դարանցիկ երթուղիների մասին, նույն կանոնագարքով, այն ժամանակ կարելի է մտածել դրա մասին։ Բայց այս ամեն ինչը, նույնիսկ եթե ընդունենք այդ օգոստոսյան 8-ի նախաստորագրությունը որպես մեկնագետ, թեև դա վերջնական չէ եւ Ադրբեջանի բռնապետ նախագահ երբեք չի ստորագրելու, բայց եթե դա ինչ-որ մի ուղենիշ է, պետք է ասենք, որ այդ միջանցքը, այդ ծրագիրը, այդ մարդու բահվածքը ուղղակի հագասում է այդ պայմանագրի, այդ նախաստորագրության ոգուն եւ դարին։ Բայց մի բան այստեղ ակնհայտ է բոլորիս եւ մենք գրգնվում ենք եւ այդ գրգնության մեջ մենք խեղդվում ենք, որ այնքան խելջ ու գրակ, այնքան նվաստացած, այնքան նշացող իջած, մինչև հադագ է այս մարդը, որ այդ հրահանգները, այդ ուղենիշները, այդ ագնար նամյոկները ինքը ընդունում է Բաքվից դեպի Երևան եւ այս մարդը բարձրապես ուզում է ցույց տալ, թե ինքը մեղավոր չէ, հա? Մեծ խոսեց Ստեփանագերդի հրաբարակի վրա, այո, բարդվեց պատերազմում քանի անգամ, մեղսագից եղավ ցեղասպանության, հետո լրիվ փոխեց այն բանը, որ դա այդ արցախյան շարժումը, մեր իրավունքների շարժումը, դա էր մեղավոր, դա հիմնավոր չէր, դա չէր ընդունվում աշխարհի կողմից, մի նոր ուղղակի ցնցաբանություն թաքցնելու, սկողելու, արդարացնելու
իր մեղավորությունը, իր պատասխանատվությունը եւ իր մարդկային անկարողությունը սովորական պատասխանատվություն վերցնել ժողովրդի արժեվ։ Դրա համար նման հիստերիկ ելույթներ կան, բարաբաշար կա, ցույց տալու համար որ ներողության հարց կա, մյուսի հարցը ար ոչինչ, սա ոչինչ է եւ մնացածը մեր ձեռքում է 6 ամսվա ընթացքում մենք պիտի կարողանանք այդ ոչինչին պատասխան տալ, որտեղ այդ ոչինչով շարունակելը դա նշանակում է ոչ միայն եկեղեցու հարված, այլ պետության քանդում։ Հիմա որ իրենք էս խաղաղությունով խոսում են Երակեր հայրենիքին, տեսեք, ամանորյա իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը ասաց, հիշում եք, որ դες ասում ենք ապագա կա, ապագան է սա, ապագան բերել ենք, եւ նույն որ խոսեցիք 6 ամսվա ընթացքում եք անելիք ունենք, շարունակում ենք ընդել, գնալ ժողովուրդը իր իշխանությանը ձայն կտա, ժողովրդի իշխանության էլի։ Խնդրեմ ես ասում, սա է ապագան, որ Փաշինյանը պետք է բերել այս անհատը մեր գլխին, միջադեպ 3-31 անգամ վերահաստատեց դա։ Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, գիտեմ որ նախկին իշխանությունների բոլոր արադները առանց բացառության ինքը վերցրել է, իր հակով դրել է, ընդունել է, գադարելակորձել է եւ ինքը հիմա ստեղծել է մի համագարկ, որը ավելի հորի է, ավելի վատ է, ավելի համաբարփակ է, քան բոլոր նախորդ իր իշխանագարքերի սխալները, մեղքերը միասին վերցրած։ Եվ սա է ցավը եւ կարող ես վերցնել յուրական հասարակական գործունեության ցանկացած ոլորտ եւ կտեսնես որ դա այդպես է նույնիսկ կարող եք վերցնել այդ աշխատավարձերի եւ բարգեւավճարների խնդիրը երբ դալիս են շատ արադաձեռնորեն եւ հետո արդեն շատ հստակ օրինակներով պետական աշխատողներին ստիպում են խոսքով թե հոնքի շարժումով թե չգիտեմ հայկական այլ եղանակներով այդ չգիտեմ քանի միլիոնների գեսը ուղարկել իշխանամերձ հիմնադրամ եւ դա եթե կոռուպցիա չէ դա եթե իշխող ընտանիքի անմիջական կոռուպցիա չէ ես չգիտեմ ինչ է դրա համար բոլորս ենք մեղավոր նախկին իշխանավորները առաջ երթին հետո ես հետո դուք բոլորս ունենք մեր պատասխանատվության բաժինը բայց դա որևէ ձևով չի կարող բادرվակ դառնալ որ այս մարդիկ ազատվեն պատասխանատվությունից դե ինչ իմաստ ունի իր խոսքերով ես չգիտեմ ես վստահ եմ որ հիմա նախապատրաստում են այլ գարքախոսներ այլ բաներ եւ մարդիկ կան որ օգտվել են իրենց իշխանությունից ոչ միայն իրենք են օգտվել մի խավ գա որ օգտվել է իրենք պիտի աշխատեն այդ խավի նաեւ նյութական բարիկներով դոգորել եւ վերցնել իրենց ընդրազանգվածը մեր հարցն է թե մենք կարողանանք նոր բանաձևով նոր մանրագերդով նորարար առաջարկներով անագնկալ մատուցել որովհետեւ բոլորս գիտենք որ եթե այսպեսի դեղաբդույթ գնա ամեն մեկը իրեն դեսնի որպես փրկիչ կամ վարչապետ թե չգիտեմ ինչ մենք պիտի ունենանք ահավոր հնարավորություն որ այս ոչնչություն դրոպ ոչիրը շարունակվի դեպի այս դարվա ավարտամասը դա մեր ցերկում է եւ մենք մեզ անակնկալ պետք է մատուցենք եթե այդ ուժը այդ խորքը եւ այդ հասարակական միասնությունը գտնենք ժողովրդավարություն կեղծ արժեքներ այս իրականության մեջ բան Հովանեսյան մենք տեսանք տարին սկսվեց մտնում են մարդուն նախագահի գողանում են իր պետությունից եւ այս է իրականությունը արևմուտք դե այո չկա միջազգային իրավունք կա ուժի իրավունք հա փաստորեն այս մասով դե տեսակ է դա Միացյալ Նահանգներ Վենեսուելա զարգացումները այո դե դերությունները կարող է շեշտադրումների դարբերություն ունենան կամ արժեքների առաջարկի փոքրիկ դարբերություն բայց ըստ էության իրենք առաջնորդվում են մանավանդ այսօրվա ասպես դասավորմամբ նման եղանակով քիչ դարբերություն կա դերությունների վարկի միջև բայց դա չի նշանակում որ դա դեվական է լինելու դա նշանակում է որ
Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է գտնի իրը, մեր իրավունքը, մեր շահը, Հայաստանագենտրոն քաղաքականություն, որ մինչև մենք չենք կարողացել գերդել մեր երկրում։ Եվ այդ Հայաստանագենտրոնությունն է, որ մեզ պիտի դուրս բերի հնարավորություն դա շնչելու եղանակ դա եւ պիտի կարողանանք այո ունենանք մեր շահը, վերականգնենք մեր ուժը եւ այստեղ է նորից այսին վերադառնալով հարևան երկրի բռնապետի խոսքին, այդտեղ կա իրականություն, որից մենք կարող ենք նաև սովորել, որ մեր ուժը մենք պիտի վերականգնենք եւ դրանից հետո այդ իրավունքների հիման վրա, որ մենք զիջել ենք վերջի շրջանում, մենք պիտի կարողանանք առնչվել այդ նույն դերությունների հետ, որոնք այսօր խախտում են միջազգային իրավունքը եւ ստեղծում են վաղվա սերունդի համար այնպիսի արհավիրքներ, այնպիսի անարխա եւ քաոս, որ մինչև հիմա միգուցե չենք տեսել։ Բայց երբ մեծ դերությունները, անկախ նրանից թե ովքեր են, մտել են բռնի ձևով օդար երկիր, ուրիշ երկիր, ի վերջո հաջորդ սերունդը վճարել է դրա դիմաց։ Եվ այստեղ մենք տեսնում ենք այդ օրինակները, եւ այստեղ կարծում եմ, որ ըստ էության կա շատ բարձ հաշվարկ եւ դա էներգետիկ բաշարների վերահսկողությունն է։